Եթե մենք մի պա բոլորս լռենք, քար լռություն պահպանենք, մենք կլսենք հերվում ծածանվող եռաբլուրի դրոշի ձայները, այս ձայնը, լսենք, լսի Նիկոլ, ուշադիր լսի, Հանրապետության հրապարակում ուժեղ Հայաստանը խնդրում է հայրենակիցներին հունիսի 7-ին գնալ ընտրությունների, որպեսզի էլ ոչ մի դրոշ չավելանա եռաբլուրում, չգողանան հայ ինքնության հենասյուն Արարատը, չավերեն եկեղեցին։ Ալբերտ Մկրտչյանի հին օրերի երգը ֆիլմում մի տեսարան կա, երբ Հայաստան մայրիկին հրավիրում են ամբիոնի մոտ խոսելու, այն Հայաստան մայրիկին, որը պատերազմի 4 տարիների ընթացքում կորցրել էր իր 7 որդիներին, այդ պատկառելի կինը, հուզվելով չիմանալով ինչ խոսի, սկսում է երգել, արշալույսեր, նոր էր բացվել, աղձին քրտնած նես մտավ, այ սիրունձի դու ինձ ասա, որտեղ թողիր իմ բալին, որ սարի տակ, որ ձորի մեջ, անմեջ թողիր իմ բալին։ Ինչ խոստումներ էր 8 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից տալիս մարդկանց, հարցնում է, որն է կատարել։ Այս օրերին իշխանությունը ամենաշատը կատաղում է, ասում է 300,000 ադրբեջանցիներին Հայաստան բերելու իրենց մտադրության բացահայտման մասին։ Ու կատաղում է ոչ թե նրա համար, որ այդպիսի բան չկա, ոչ, ուղղակի մեր հնչեցրած 300,000 թիվը իրենց ցուցակներում գրած թվի հետ չի բռնում։ Իրենց ցուցակներում գրած է ոչ թե 300,000 ադրբեջանցի, այլ 299,931, որովհետև են պակասող 69 ադրբեջանցիները արդեն վաղուց ազգային ժողովում ՔՊ ֆրակցիայում պատգամավոր են։ Այս քարտեզում Հայաստանի ինքնիշխան տարածքն է, սակայն բնակավայրերը ադրբեջանական անուններով են։ Բաքուն է փորձում քարոզել, թե դրանք ադրբեջանական են, ու իր ժողովրդին վստահեցնում է, թե վերադառնալու են իբրև իրենց պատմական հայրենիք։ Մեր ծրագիրը դեմ կանգնելն է դրան։ Մենք ցույց ենք տալի ձեզ մի փաստաթուղթ, որը կբաժանվի ձեզ։ Այս փաստաթուղթը սեղմ օրինակ է Արևմտյան Ադրբեջան պետության կողմից, Ադրբեջանի պետության կողմից տպված կոնցեպտի, որտեղ նրանք գրում են, թե ինչ են անելու Հայաստան վերադարձի համար։ Սա դուք կարող եք տեսնել ավելի մեծ գրքով, կարող ենք բոլորին ներկայացնել։ Սա իրենց պետության կողմից ֆինանսավորվող քաղաքականություն է։ Հայաստանում լինելու է առաջնորդ, որ երբեք սա թույլ չի տա, որ Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հոդս ացնդելու։ Հոդս! Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայրենակիցներին զգուշացնում է։ Ընտրություններից 2 շաբաթ հետո Ալիևը Նախիջևանում ֆորում է կազմակերպելու, այսպես կոչված վերադարձի մասին։ Միջոցառում է կազմակերպում 15 օր հետո Մեղրիից 10 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ Նախիջևանում նրանք հայտարարում են ֆորում արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին իրենց կարծիքով։ Սա լինելու է ընտրությունից ընդամենը 11 օր հետո։ Ադրբեջանի ղեկավարը, Ադրբեջանի նախագահը հայտարարել է 3 ամիս առաջ, որ իրենք պետք է վերադառնան այստեղ, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, որ իրենք պետք է իբր վերադառնան իրենց պատմական հողեր, բառացի։ Սաֆարովի կանխարգելման օրենք է ստեղծել ուժեղ Հայաստանը, որպեսզի Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու իրավունք չունենան ադրբեջանցիները։ Ադրբեջանական պահանջ, որ ուժեղ Հայաստան դաշինքի համոզմամբ անկասկած կատարելու է Փաշինյանի իշխանությունը վերընտրվելու դեպքում։ Խոստացան հաղթանակներ, բայց բերեցին պարտություններ։ Խոստացան սեր, բայց բերեցին պառակտում եւ ատելություն։ Խոստացան բարեկեցություն, բերեցին
աղքատություն, խավար եւ հազարավոր մեր հայրենակիցների մահ։ Այսօր մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ։ Կամ պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր պետականությունը, մեր արժեքները, կամ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք։ 300,000 ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան, 300,000 աշխատատեղ է բացվելու մեր երկրում, խոստանում է ուժեղ Հայաստանը, ծայրահեղ աղքատներ չեն լինելու Հայաստանում։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Վարչապետ